Այսօր ես եւ իմ ընկեր Ռաֆոն մամբայի տարատեսակ կոնֆետներով խաղալու ենք տարբեր խաղեր եւ ով պարտվեց պարտավոր է անել պատիժը։ Քու արդեն ես ոչ էլ ուզում եմ գործը անեմ, ներվայնացար։ Hello, handsome։ Այս տուփի մեջ գտնվում են չափազանց բարդ առաջադրանքներ եւ ով պարտվեց պարտավոր է տուփից քաշել թուղթ եւ կատարել թղթի վրա գրված պատիժը։ Վիդեոն ուղղակի թեժ է անցնելու։ Մնա մինչեւ վերջինս հետ։ Արա, էս ինչ շոկ է։ Էս ինչ գրազավոր ես եմ անում։ Մինչ սկսենք մեր խաղերն ու դաժան առաջադրանքները, ես պետք է խժռեմ սրանք, որը ես չեմ մանկությունից ես մամբայի կոնֆետները ահա որ շատ եմ սիրել։ Բայց մրգայինները ինչ վերջնա։ Դե ինչ մենք գտնվում ենք առաջին փուլում, որը կոչվում է դոմինո։ Իսկ թե ինչի դոմինո, հիմա բացատրեմ։ Առաջին փուլում մեր առջև գտնվում է մամբայի ծանվող կոնֆետները, որոնցով էլ պետք է սարքենք մեր անվան առաջին տառը, այսինքն ես Կ տառը, դու Ռ տառը, բայց այս բայցը շատ կարևոր է։ Մեր անվան առաջին տառերը նենց պետք է սարքենք, որ բոլոր կոնֆետները շղթայական ռեակցիայով հերթով ընկնելով գնան, ոնց որ դոմինոյի քարերն են ընկնում։ Եթե գոնե մի հատ կոնֆետը մնաց ու չընկավ, այդ մասնակիցը պարտվում է եւ պարտավոր է անել պատիժը։ Դե ինչ առաջարկում եմ բացենք կոնֆետները, գնացինք։ Հուսով եմ կանոնները պարզ է։ Ունենք ուղիղ 2 րոպե ժամանակ, պատրաստ ես Ռաֆ։ Այո։ Давайте, գնացինք։ Պատահական եղավ։ Վերջ։ Խաղանք խաղը։ Տենանք ով անելու պատիժը։ Կկրվես դե որ դու անես պատիժը Ռաֆս։ Հասկացա՞ք գիտեմ։ 2 րոպեն համարում եմ սկսված, գնացինք։ Ես կտառը պետքա սարքեմ հնարավորինս լավ, որ ընդհանրապես մեկ հպումով խնդրեմ։ Այսենց ընկնի։ Ամեն մի քարի դրված ձևը շատ կարևոր է որ ճիշտ լինի, որովհետև ընդհանրապես մի քարը եթե սխալ դնեմ, կարող է բոլորը չընկնի ու ես պարտվեմ ու նշեմ, որ այսօր մեր պատիժները շատ ահա որ դաժան է։ Դրա համար պետքա ամեն ինչ անեմ, որ ես հաղթեմ, ձև չկա։ Կան մի վարք, ասես սխալ սարքեցի։ Մի վարք, սա խառնեցի իրար, պասի։ Մի վարքյան ռսախ սխալ սարքեցի, սա խառնեցի մի վարքյան սպասի։ Դու ճիշտ ես սարքում։ Դու ճիշտ ես սարքում։ Նույնը մի կրկնի ինչ ասում է։ Մի կրկնի նույնը ինչ ասում։ Ինչ ես նույն բաները ասում։ Ինչ ես նույն բաները ասում։ Արա ռտարը թա սարքի։ Կտառը դա սարքի։ Թութակ։ Չգիտեմ լավ է ստացվում թե չէ, բայց ես անում եմ իմ առավելագույնը։ Ճիշտ ասած չգիտեմ, եթե ինձ մոտ լավ է ստացվում թե չէ, բայց ես անում եմ իմ առավելագույնը։ Հա, Ռաֆս ապրես դու։ Հա, կարաս ապրես դու։ Դե մի կրկնի ինչ Դե մի ասում եմ։ կրկնի ինչ ասում եմ։ Հասկացանք։ Հասկացանք։ Խաղը թա խաղը։ Խաղը թա խաղը։ Արա մի արա։ Մնաց ընդամենը 10 վայրկյան, մի հատ վերջնական հասկանում ենք սաղ ճիշտ է թե չէ։ 3 2 1 վերջ, էլ չես կարա սարքել։ Ժամանակը վերջացավ։ Ուրեմն սա իմ կտառն է, իսկ սա Ռաֆոյի ռտառն է։ Ես վստահ եմ, որ մի հատ հպումով սաղ ընկնելու է։ Քոնը անհնար է սաղ ընկնի։ Հա, վստահ ես։ Վստահ եմ։ Խի այդքան վստահ քո վրա։ Ես այդքան վստահ քո վրա։ Դու էլի կրկնում ես իմ խոսքերը։ Արի Դու դու էլի սկսի։ կրկնում ես քո իմ խոսքերը, արի դու սկսի։ Չէ, արի դու սկսի։ Արի դու սկսի։ Արի դու սկսի։ Ու նույնը մի ասա, ինչ ես եմ ասում, սկսի։ Արի դու սկսի ու նույնը մի ասա, ինչ որ ես եմ ասում։ Լավ, ես կսկսեմ։ Լավ, ես կսկսեմ։ Դե սկսի։ Դե սկսի։ Ռավ, հիմա ես եմ սկսում, թե դու։ Կար հիմա ես եմ սկսելու, թե դու։ Ռավ կսկսես։ Կար սկսի էլի։ Ռավ սկսի։ Կար սկսի։ Արա հերիքա կրկնես իմ Արա հերիքա ասածները։ կրկնես իմ ասածները։ Ռավ, ինչ վիդեոն սկսել ենք, ինչ ասում եմ, նույնը ասում ես։ Կարի ինչ վիդեոն սկսել ենք, ինչ ասում եմ, նույնը ասում ես, վա։ Ես կսկսեմ, ասում Ես կսկսեմ, սուս մնա։ Դե սկսի։ Կմորթեմ քեզ, մի կրկնի ինչ որ ասում եմ։ Արա կմորթեմ քեզ, մի կրկնի ինչ որ ասում Ինչ եմ։ ես անում։ Թող լավ, ես կսկսեմ։ Ես կսկսեմ։ Հա, Ռաֆս։ Գնացինք 3 2 1։ Բա։ Մի արա, հուսանք սաղ կընկնի։ Ձև ես աղ խնդում։ Բաս մի հատ էլ եմ Ոչ, փորձում։ ով ասե որ շանս կա։ Հա, Չես կարա։ Իմ համար եմ փորձում, շանս արդեն պարտվել եմ, իմ համար եմ փորձում։ Թույլիկ։ Այ քորես։ Հիմա եթե քոնը սաղ ընկավ, ես պետք է անեմ պատիժը։ Այս խաղի մեջ կարևոր գաղտնիք կա։ Պատրաստ։ Գնացինք։ Ահա։ Օրո։ Սաղ ընկավ։ Արա լավ պարտվեցի ոտդ։ Տեսնենք թե ինչ պատիժ է ինձ սպասվում։ Իմ ձեռքերում գտնվում է պատիժների տուփը, որ ես հիմա այսենց լավ կխառնեմ։ Այսենց խառնում ենք թղթերը։
Այս մեկը հագնել ծաղրածուի հագուստ, արդեն ահավորը, բարձրանալ սար եւ տեղադրել հավատաքես ամպիկով դրոշակ։ Էս ինչ տարօրինակ պատիժ էր, Աստված իմ։ Այսինքն ծաղրածուի շորեր հագնել ու բարձրանալ սարը։ Մի հատ էլ հավատաքեզով դրոշակ տեղադրել։ Ահա որ ա ուղակի։ Այն ինչը ձևեր է սանում վայ։ Ինչ ասեմ, գնում ենք բարձրանանք սարը ծաղրածուի շորերը հագած։ Գնացինք առաջին պատիժը անելու։ Եկավ ծաղրածուի շորերը հագնելու ժամանակը։ Գնացինք։ Դե ինչ ես վերածվեցի ծաղրածուի, շատ տարօրինակ է այս պատիժը ու չգիտեմ ինչի հենց ծաղրածուի շորերով պետքա բարձրանամ սարը։ Սա մեր դրոշի փայտիկն է, սա մեր սպիտակ ամպիկն է։ Ես ամբողջովին պատրաստ եմ։ Առաջարկում եմ արդեն բարձրանանք սարի գագաթը։ Գնացինք։ Ուղիղ 5 րոպե արդեն բարձրանում եմ սարը։ Խնդրում եմ մի հատ նայեք ինչ սիրուն տեսարան է ստեղից բացվում։ Դե պատկերացրեք որ մինչև գագաթը հասնենք ինչ սիրուն է լինելու վերևից տեսարանը։ Եթե իմ են հին հետևորդներից ես, ապա երևի կհիշես որ 6 տարի առաջ ես այս սարը էլի եմ բարձրացել, վիդեոն կոչվում է բարձրանում եմ GTA-ի սարը։ Օրինակ այստեղ կարող ես տեսնել եղնիկների եւ նույնիսկ լուսամների։ Ժողովուրդ արդեն ես չեմ ձգում, այս պարիկը ահա որ շոքացնում է, արևն էլ կոնկրետ վառում է։ Այսօր 30 աստիճան է։ Լուրջ չգիտեմ ոնց եմ 5 կիլոմետր բարձրանալու վերև։ Աբսուրդ է ուղղակի։ Նրանով դիքը ավելի է բարդանում, իսկականից էլ ծաղրածու կարոն չի ձգում։ Արա ես ինչ շոք է։ Էլ չեմ ձգում ես, լուրջ չեմ ձգում, ուզում եմ հանեմ այս պարիկ, ես ինչ ապուշ պատիժ էր, արա։ Բայց ես անկեղծ ուրախ եմ, քանի որ այս պատիժը Ռաֆոն էլ է հետս անում։ Ջուրը չռում է երեսովս, ավելի սխալ ժամ չկար սարը բարձրանալու համար։ Ժամը 11-ին է շոկ արևին, որոշել եմ սարի գագաթը բարձրանամ։ Լավ ինչ-որ շատ եմ բողոքում, ուղղակի պետքա ձենս կտրեմ, ուզած չուզած անեմ։ Մողես եմ գտել, դենս կկարենամ բռնեմ։ Ախավ։ Շոքին դիմանալու համար չէներգետիկ, լավ ֆայմել էի հետս վերցնեի։ Ախ, այնչ լավ էր, ջան։ Գրազ եմ կրվե ասում, պետքա բարձրանամ սարը։ Լոնի շորերով։ Հա, սարը բարձրանամ, ես դրոշը դնեմ գագաթին։ Լավ, good luck։ Գնալով ամեն ինչ ավելի է բարձրանում, բայց դեռ ձգում եմ։ Արդեն նենց բարձր ենք, որ միամիտ պտտվում նայում եմ հետ, գլուխս սկսում է բարձրությունից պտտվել։ Հավատս չի գալի, արա։ Հասանք հանգստի վայրը։ Խնդրում եմ մի հատ այս սարանը զգացեք, արա հրաշք է ուղղակի։ Հələ դեռ մինչև ուր պետքա բարձրանանք։ Բայց մի ճանապարհը վերև շարունակելը այստեղ պետքա մեր դրոշը սարքենք։ Սա մեր ամպիկով դրոշակն է, որի վրա էլ հիմա կգրենք հավատաքես։ Գնացինք։ Դե ինչ մեր հավատաքես դրոշակը պատրաստ է, ժամանակն է ուղևորվելու դեպի սարի գագաթ։ Գնացինք։ Այստեղ եկա սարի ամենաբարդ պահերից մեկը։ Հեն Ռաֆը շատ է տանջվում հետս։ Վերջապես! Եվս 40 րոպե անց արդեն գագաթին ենք ու ես հավատաքես ամպիկով դրոշակը դնելու եմ սարի գագաթին։ 3, 2, 1 Հավատաքես դրոշակն այստեղ է, ժամանակն է այս 5 կիլոմետր ճանապարհը կրկին հետ իջնելու։ Առաջադրանքը օֆիցիալ համարում եմ կատարված։ Ես լուրջ չգիտեմ ոնց եմ սենց հոգնած դժվար դիքի իջնելու ներքև, ինձ մի քիչ հանգիստ է պետք։ Դե ինչ մենք գտնվում ենք երկրորդ փուլում, որը կոչվում է բում, բում, բում։ Սա այն հայտնի TikTok-յան չելենջն է։ Իմ եւ Ռաֆոյի առջև դրված են լինելու 9 հատ մամբայի ժելե կոնֆետներից, այնուհետև ես փակելու եմ Ռաֆոյի աչքերը եւ ասեմ բում, բում, բում։ Հետո հակառակը, Ռաֆոնը փակելու իմ աչքերը եւ նա ասի Բում, բում, բում։ Մեզանից ով առաջինը ուտի ընտրված 3 բումերով մամբա ժելեները, նա էլ կպարտվի այս փուլում։ Ամեն ինչ արդեն պատրաստ է, առաջարկում եմ սկսենք։ Գնացինք։ Բում, բում եւ բում։ Վերջ, ես արդեն ասել եմ, դու ես։ Բում, բում, բում։ Որը կլինի տենաս, այս փուլում ես հաստատ պատիժը չեմ ուզում անեմ, դրա համար պետք է հաղթեմ։ Այս մեկը։ Բում։ Լուրջ։ Լուրջ ես ասում։ Արա լավ։ Եթե եւս 2 հատ էլ բում ուտեմ, ես պարտվում եմ։ Հուսանք էլ բում չեմ ընտրի։ Արա բախտդ բերեց Ռաֆո։ Ինչի բումը չկերար։ Կընտրեմ այս մեկը։ Բում։ Լուրջ ես ասում։ Ահա։ Արա լավ, արա։ Բայց զատո շատ համով է։ Ժողովուրդ մամբայի կոնֆետները իսկապես փորձել է պետք։ Ես կընտրեմ այս կարմիրը։ Բում։ Այո, առաջին բումդ ունես, եւս 2 հատ ես բում ուտում ու պատիժը անում ես։ Ես կընտրեմ այս մեկը։ Ազատես։ Այո։ Եվ Ես կընտրեմ այս արանժևին։ դեկեր։ Բում։ Ռաֆս հավասարվեցինք։
Արա որը ընտրեմ, ոստված։ Երևի կընտրեմ այս մեկը։ Բում։ Յոչ։ Խափեցի։ Խափեցիր։ Բում չէր։ Ազատ ես։ Այո, հերթը քոննա։ Ես կընտրեմ քանի որ սա նարնջագույն է ու դու դրա վրա բում չեր դնի հաստատ։ Ես կընտրեմ այս լիմոնչիկը։ Բում! Ռաֆս պատրաստ ես արա։ Հավասնում ես։ Հա ինչ լավ եմ անում, պատիժ ես արա ես անելու, պատիժ ես անելու։ Ըհն, եկավ հասկանալու թե Ռաֆոն ինչ պատիժ է անելու։ Դե քաշի արդեն չեմ համբերում։ Մի նայի։ Գնա կենթանաբանական այգի, հագիր գորիլայի համակը, գտիր իրական գորիլայի վանդակ եւ այնտեղ կեր բանան մարդկանց եւ գորիլայի առջեւ։ Շատ հետաքրքիր պատիժ է։ Ես մեծ սիրով սա գնալու եմ անել։ Ամոթ է։ Ընդհանրապես ամոթ չի։ Որ պատկերացնում եք գորիլայի հագուստ ակած գորիլայի դեմը կանգնես։ Սա պատիժ շատ հավես է։ Ի՞նչն է հավես։ Պատկերացնում ես գորիլան հելնի ու հարցակվի վրեդ։ Ժողովուրդ անկեղծ ասած չգիտեմ եթե սա ամեն ինչ օրինական անստեղ թե չէ, բայց անկեղծ ասած վախենում եմ այս շորերը հագնեմ ու գնամ գազանոց, ինչ որ բավոր գան անեն ասեն ռադդ քաշի։ Ավելի լավ էր ես ծաղրացուի շորեր հագնեի ու գնայի սար բարձրանայի։ Դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ես էլ ամբողջ ընթացքում մամբայի ժելեները կվայելեմ ու կողքից կնայեմ թե ոնց է Ռաֆոն խայտարակ լինում։ Մենք արդեն գազանոցի առջև ենք, ես նույնպես հասկանում եք դեմքիցս երջանիկ եմ, որ այս դժվար պատիժը ես չեմ անելու։ Այս երեխեքը եկել են ու գորիլային են ման գալի, բայց չգիտեն թե ինչ է սպասվում։ Երեխեք ես եմ լինելու գորիլան։ Ռաֆ, այն կողմ։ Փոխվելու տեղ գտա։ Ռաֆ։ Օրա։ Ահա որ ամաչում եմ, ահա որ սոված եմ, ահա որ շոքա։ Քիչ խոսա, պատիժը տարա։ Որը չեմ հավատում։ Էս ինչ արա։ Խայտարակ ենք Ռաֆո լինում։ Всё, Ռաֆոն արդեն ուշադրություն է գրավում։ Անի դուշ չեն հանե, արի արագ։ Գոյլաները ընդեղ են։ Էս ինչ տեսարան է։ Քի կոշիկները չես ակի գորիլայի, բռնվեց իր անիմաստ։ Մեր հարևանն է, այս վերջերս ունեցավ, ահա որ ծանր ծննդաբերություն էր։ Ինքը ահագին պարապում էր, պարապեց մինչև Լոս Անջելեսի գազանանոց հասավ ապրինքը։ Այսքան երեխա էր հիշում եմ մինչև հիմա։ Բարև, ոնց է, թխիելը։ Նույնիսկ Լոս Անջելեսի գազանանոցում հայեր կան։ Ոնց ես։ Այս ինչ շոկ էր։ Հավես պատիժ էր։ Շատ։ Դեռ չես ավարտել։ Գիտես չէ, էլի գորիլաներ կան ստեղ։ Արի։ Ախպերս հորեսարը վեկանք ասենք գազնից ասենք կոպեկներ են տալի։ Չեն կարում աշխատենք նորմալ տումպա։ Ինքը շոկին ես կերակին ասենք շորերը հակած երեխա ենք զբաղացնում թու արդեն ես ոչ էլ ուզում եմ գործ անեմ ներվայնաց արանգեր չիլնում բող աշտել մեն Բալետ պարող գորիլա տեսել էիք։ I'm not fake, the world is fake։ Հիմա ես բոլորի միահամուռ ուժերով եւ մեկ առ մեկ սովորեցնեմ ինչպես բարել բալետ։ Անում ենք տանձու, մեկ պլիե։ Ռաֆոյի նոր ընկերներն են։ Հավես էր Ռաֆ պատիժը։ Շատ։ Բավարար հաճույք ստացար։ Շատ։ Ընձուղտներին չես ուզում բարևես։ Իսկ ասած կռված եմ հետները չեմ ուզում։ Վախեցավ խեղճ երեխեն վերջում։ Չեմ հավատում, նկարվում են Ռաֆոյի այդ բոլորը։ Օրա ոնց է վախեցել։ Նայ, չի հասկանում իրականա թե չէ։ Էն այ կավեկավ գալիս։ Սոլարիս տեշ պյանես որ։ Արի մոտիկ չի թռնելու։ Արի բանան տամարա։ Ողեցա, որենայ ողեցա։ Ռաֆս պատվով դուս եկար քո առաջադրանքի տակից, պատիժդ կատարեցի։ Հեն գազանոցում ոնց էր։ Վայլեցիր պրոցեսը գորիլա լինելու։ Շատ, տենց վատ չէր։
Մենք արդեն գտնվում ենք այսօրվա վերջին երրորդ փուլում, որը կոչվում է գուշակիր համը։ Այս փուլում մեր աչքերը փակ է լինելու Ռաֆ։ Մի խոսքով հերթով փակելու ենք աչքերը եւ իրար հյուրասիրենք տարբեր մամբայի կոնֆետներ։ Ամեն մեկս 5 տարբեր համեր ենք իրար հյուրասիրելու։ Ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ պետք է գուշակենք, թե ինչ համի մամբա ենք համ տեսում։ Փակ աչքերով շատ դժվար է լինելու համը գուշակելը, բայց challenge-ի իմաստը հենց դրանում է կայանում։ Չինգաչունգ անենք, տենանք ով է սկսում։ Չինգաչունգ։ Ես կսկսեմ փակի աչքերդ։ Հիմա հասկանանք Ռաֆոին ինչ համի մամբա ենք հյուրասիրում։ Ով ամենաշատը գուշակեց, նա էլ կհաղթի։ Սկսում ենք առաջինից։ Ինչ աստ քեզ։ Վիշնյա։ Ոնց կարեցար հենց առաջինից գուշակես։ Մոլոդեց Ռաֆո, երկրորդը։ Հա։ Լիմոն։ Արա ոնց։ Երկրորդ ճիշտը գուշակես։ Փագի։ Վերցրե։ Բանան։ Արա լավ որո։ 3 հատ ճիշտ։ Ինչա։ Ելակ։ Սխալը, ելակ չի։ Նարինջ։ Եվ վերջինն ես ասելու Ռաֆ։ Ան։ Ինչա։ Բազմազամորի։ Այո, մի հատ ծափար ենք Ռաֆայելին։ 5-ից 4-ը գուշակեց, ինձ շատ բարդ է լինելու։ Պետք է 5-ն էլ գուշակեմ, որ չպարտվեմ։ Բալ։ Ապրես։ Ճիշտ էր։ Հա, լուրջ։ Այո։ Ինչ արա։ Դե գուշակի։ Ինչ դժվար է։ Լիմոն։ Ոչ, պարտվեցիր։ Բա ինչ էր։ Տանձ։ Ես ասում եմ, ես ինչի համ է։ Խնձոր։ Ոչ, պարտվեցիր։ Ինչ էր։ Բալ։ Բալ տվել էիր, էլի բալ տվեցիր։ Այո։ Այդ նույններ, առաջինն ու էսի նույններ։ Որա լավ, որա էս ինչ խափուսիկ է էսի։ Ոնց այդքան գուշակեցիր ճիշտ։ Ցավոք ես այս փուլում պարտվեցի ու պարտավոր եմ հիմա ես անել վերջին պատիժը։ Ինչ ասեմ, հուսանք նորմալ բան կընկնի այս անգամ։ Հիմա քո երտնապատիժի, դու էլի պարտվեցիր։ Դմբուկ։ Խառնում ենք մեր տուփը։ Տեսնում ենք, թե ինչ պատիժ պետք է անեմ վերջին փուլում։ Ես հիմա քեզ չեմ ցավացնի եւ քեզ չեմ նեղացնի, որտեղ վստահ եմ, որ քո պատիժը նենց է լինելու, որ դու կփոշմանես։ Որ մեկը վերցնենք, արա։ Չգիտեմ։ Այս մեկը։ Եվ ինչ է լինելու։ Գնա մարդաշատ վայր ման գալու, բայց իրական բադի հետ։ Ինչ ես բերանդ բաց է, արա։ Խայտարակ եղա։ Ինչ իրական բադ։ Այդ տենց հիմա կգնաս բադին կառնես ծերը, դու կգնաս մարդա մեջ։ Լավ, բա իրական բադ որտեղից ենք ճարելու։ Ես համար ունեմ։ Ինչ համար։ Բադերի գործարանի։ Գնացինք վերջին պատիժը անելու։ Հավատս չի գալիս, որ հիմա ուզմիր բոդիկի հետ է սիրուն։ Ես քեզ չեմ նեղացնում, ախր։ Ես մեր սիրուն բադիկի հետ պետքա դուրս գանք ու զբոսնենք մարդկանց մեջ։ Ես արդեն պատկերացնում եմ մարդկանց ռեակցիան, հեսա ոնց են Ռաֆ սաղ ինձ նայելու։ Ամոթից գետին եմ մտել արդեն։ Արի գնանք պատիժը անենք իրար հետ։ Որ թբրտա փախնի ինչ ես անելու։ Չի դպրտանք ինձ սիրում է։ Ես ոնց են սաղ նայում։ Այ հիմա պատիժս օֆիցիալ կատարում եմ։ Ինքը ինձանից չի վախում, հասկանում ես։ Զուտ շատ մարդ է ինքը հիմա ստեղ տեսել։ Ինչ եք նես տարօրինակ նայում բոլորդ։ Սրա ինձ վատ պատիժ չէր կարա ինձ ընկներ, լուրջ, անկեղծ։ Hello, handsome. It's very cute. Thank you։ Բոլորը աչիձեղ ասում են շատ լավն է։ Շատ ասիրում ես տղեն բադոնցար։ Մտանք Apple-ի խանութ։ Որ iPhone-ից ես ուզում, ես այսօր քեզ նվեր եմ առնում, բադիկ։ Max-ը, հա, օրինակ։ Առաջարկում եմ մեր բադիկի հետ գնանք շոփինգի մի քիչ էլ մոլում խայտարակ լինեմ ու պատիժը սենց վերջնական համարենք կատարված։ Ինքան չեմ ուզում մտնեմ շոփինգ անեմ։ Ես Ուզում ես սիրես բադիկին, նա սենց արա, պուպուշա, նա ինչ լավն է։ Այո, Գլենդելը Հայաստանն է, ստեղ բոլորը հայ են։ Մենք արդեն մոլում ենք, արի գնանք տենանք ինչեր ենք առնում քեզ։ Այն կարող է սոված ես ուզում ես գնաս հաց ուտես։ Արդեն իմ համար սովորական արդեն ոնց որ պատիժ չանեմ, նենց որ ուղղակի հավես ժամանակ ենք անցկացնում մեր բադիկի հետ։ Oh so cute։ Հնարավ դու իմ տեղը ամաչում ես։ Ես եմ պատիժը անում, դուք ես ամաչում։ Հեսա սաղ հայեր են ես խանութի աշխատողներ լինելու։
Բոլորը էս ինչքան են սիրում։ Օրա սախ հայ են, էս խանութում այ մա խայտարակ ենք լինում գնացինք։ Լավն է բադես։ Շատ։ Հա։ Շանտեղ պահում եմ, էլի։ Լավ է սադը։ Լավն է բադես։ Հա։ Չէ, սիրեք, հանգիստ սիրեք։ Իրական գրազ եմ կրվել, որ պետքա բադով հելնեմ մանգամ։ Հիմա գրազ եմ անում։ Հա, հələ հոտ քաշի, դες կսիրես։ Այո, այս խանութում բոլորը հայ են, ժողովուրդ աշխատողները։ Տես ավանելա։ Ավանելը։ Տեսա։ Ավանելա, տեսակ։ Աջողություն, լավ որ ձեզ։ Լավն է բադիկս, կարակ սիրեք։ Էս ձերն է բախում է։ Չէ, գրազ եմ կրվել, որ պետքա հելնեմ մանգամ հետը։ Շատ լավ գրազա։ Հա, ասեք։ Այո։ Ապրես, քեզ լավ ես պահել, հեսա գնանք տուն, մի հատ քեզ լավ լողացնեմ, քո սիրած բաներից տամ ուտես, ու տանեմ քեզ տամ քո տիրոջը, որովհետև չեմ ուզում էլ ես բադի ես ֆրֆրամ, օգնել է, իսկապես օգնել է, ես ինչ գրազա որ ես եմ անում։ Որը ոնց թրով ձեռից ես։ Ինչ եմ քեզ դաստիարակել, ինչ ձև ես քեզ պահում։ Instagram-ից հետևորդներին մի հատ ցույց տամ, թե ինչ վիճակում եմ հիմա։ Ժողովուրդ խայտարակ ենք լինում, այսօր կոնկրետ խայտարակ լինելու օր է։ Գնա հետևին Instagram-ից։ Գնում ենք արդեն տուն, հանգստանաս։ Ես էլ իմ պատիժը օֆիցիալ արդեն կարող եմ համարել կատարված։ Հուսով եմ վայելերս վիդեոն սկզբից մինչև վերջ չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, քանի որ իսկապես շատ տանջվեցինք այսօր հանուն ձեզ, եւ նաեւ 1 միլիոնին բան չի մնացել։ Մենք շուտով դառնալու ենք առաջին հայալեզու YouTube-յան բլոգինգի ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Այնպես որ միասիր սեղմելով նշանի վրա։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։